Համակարգչի կառուցվածք, դաս 3, տվյալների ներկայացում։ Մեր այսօրվա դասի թեմաներն են թվային տրամաբանություն և աբստրակցիա, bytes, bits, բայթի չափսը և հնարավոր արժեքներ, բինար հաշվարկ, հեքսադեցիմալ ներկայացում, կոնստանտների ներկայացում, գրանշանների հավաքածուներ, overflow և underflow, նշանով թիվ, առանց նշան և համարժեք երկուսի համալրում, նշանների ընդլայնում, սահող կետ, single և double ճշգրտումներ, այլ ներկայացման խնդիրներ։ Բոլոր սոֆթվեր և հարդվեր ծրագրավորողները հասկանում են ու կարևորում են այն, թե ինչպես են թվային համակարգերը կոդավորվում։ Սա է մեր այսօրվա դասի հիմնական նպատակը։ Գործողությունների ընթացքում հաճախ կհանդիպենք աբստրակցիոնիզմ հասկացողությանը, որի օրինակներն են մանրամասների թաքցնելը օգտագործելով ավելի բարձրակարգ ներկայացում, կամ օրինակ, փորձ ընդունել որպես 0 վոլտ, կամ բարդ սիստեմներում, ինչպիսիք են պրոցեսորները և հիշողությունը, կառուցել առանց անհանգստանալու ցածր մակարդակի մանրամասների մասին, ինչպիսիք են, ասենք, տրանզիստորները։ Այժմ հասկանանք, թե ինչ է բայթը և ինչ է բիթը։ Բիթը տեղեկատվության չափման տարրական միավոր է։ Մեկ բիթը կարող է ունենալ երկու արժեք՝ 0 կամ 1, այսինքն բինար արժեք։ Երկու բիթով կարելի է կոդավորել 4 վիճակ, իսկ բայթը բիթերի բազմություն է, որը ներկայացնում է համալիր տվյալ։ Այն ամենափոքր տվյալն է ավելի մեծ, քան բիթը, որի հետ համակարգիչը կարող է աշխատել։ Բայթի մեծությունը կախված է համակարգչից, բայց հիմնականում այն լինում է 8 բիթ։ Բայթի չափսը կարևորում են ծրագրավորողները, քանի որ այն օգտագործում են արժեքներ պահելու համար։ Այդ չափը ցույց է տալիս առավելագույն արժեքը, որն այն կարող է պահել։ Օրինակ, կիլոբայթի առավելագույն արժեքը որոշվում է 2-ի k -1 բանաձևով։ Օրինակ, 2 բիթի դեպքում կարելի է կոդավորել 4 վիճակ՝ 00011011։ Արդյունքում ասում ենք, առավելագույնը 4 արժեք կարող է ներկայացվել, իսկ առավելագույն արժեքը 3-ն է՝ 11։ Ավելի պարզ հասկանալու համար կատարենք մի քանի բինար հաշվարկ։ Պրակտիկայի ընթացքում պարզվել է, որ տասնորդականը դժվար է ընկալվում, բինարն էլ շատ երկար է։ Արդյունքում որպես լուծում ընտրվել է հեքսադեցիմալը, որի պարագայում արտահայտություններն ավելի կարճ են և վերափոխելը բինար շատ ավելի հեշտ է։ Կոդավորվում է 4 բիթը 1 հեքսի՝ 0-ից 15։ Այսպիսով առաջ է գալիս մի հարց, թե ինչպես հասկանալ թիվը բինար է, տասնորդական, թե օրինակ հեքսադեցիմալ։ Հասկանալու համար, որ թիվը բինար է, նրա առաջ գրվում է 0b, որը կոչվում է նախանշան։ Հասկանալու համար, որ թիվը հեքսադեցիմալ է, գրվում է 0x, տասնորդականները չեն նախանշվում։ Գրանշանների հավաքածուները սահմանում են համակարգչային համակարգով և կոդավորվում են ճարտարապետների կողմից։ Այսինքն, ներկայացվում են մեծատառ, փոքրատառ տառերը, թվերը, կետադրական նշանները։ Նշենք, որ 8 բիթանոց բայթերը թույլ են տալիս սահմանել 256 տառատեսակ։ Հայտնի կոդավորման ստանդարտներից են EBCDIC, ընդլայնված բինար կոդավորված տեսնորդական կոդավորման, ANSI ամերիկյան ստանդարտ կոդ ինֆորմացիայի փոխարինման համար, առաջարկված ամերիկյան ազգային ստանդարտների ինստիտուտի կողմից։ Այն 7 բիթ է, ինչպես նաև Unicode-ը, որը առաջարկում է լրացուցիչ ևս 16 բիթ, որպեսզի տեղավորվեն բոլոր լեզուները։ Այս ամենի օգտագործման արդյունքում առաջանում է խնդիր աննշան թվերի համար։ Այդ խնդիրներն են գերազանցում overflow ավելացման ընթացքում և բացասական արդյունքը հանման գործողության ժամանակ։ Որպես խնդրի լուծում կարելի է ընդունել շրջանցելը և ավելացնել լրացուցիչ բիթ overflow underflow-ի համար։ Իսկ ինչ վերաբերում է բացասական թվերի, դիրքային ներկայացումը չի կարող օգտագործվել նրանց դեպքում։ Որպես այլընտրանք կարելի է սահմանել մեծություն, առանձին բիթ, այն պահում է նշանը։ Առաջին լրացում reverse each bit for negative և երկրորդ լրացում subtract 1 then reverse each bit։ Համակարգչային ճարտարապետները որպես կանոն ընտրում են երկրորդ լրացումը։ Համակարգիչը կարելի է օգտագործել ապարատային մեկ կտոր, որպեսզի ապահովի աննշան թվեր, կամ օգտագործի երկրորդ լրացման թվերի ներկայացումը։ Ավելի պարզ հասկանալու համար դիտենք աղյուսակը։ Այժմ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, եթե փոքր չափի թիվը պատճենահանվել է ավելի մեծ չափի թվի մեջ երկրորդի ներկայացմամբ։ Քանի որ երկրորդ լրացմամբ հարդվերը կատարում է նշանի ընդլայնումը, պատճենահանելով առաջին աննշան ամբողջ թիվը ավելի մեծ աննշան թվի մեջ, ապա փոխվում է արժեքը։ Սահող կետերի դեպքում ամբողջականը և տասնորդականը կոդավորվում են առանձին բինարներով։ Առավելությունն է տարածքի օպտիմիզացումը։ Ներկայացման ժամանակ առաջանում են խնդիրներ։
Տվյալների ագրեգատացում, այսինքն arrays, records, structures, ապահովում են շարունակական բայթերում, սակայն որոշ հիշողության սարքեր դա թույլ չեն տալիս։ Ծրագրերը ապահովում են հիշողությունում, ցուցումներ և տվյալներ։ Կատարենք նաև տնային հանձնարարությունը։ Ահա և բառարան։ Շնորհակալություն։